Տիկին Հովհաննիսյան, քարոզարշավի մեկնարկի առաջին օրն է եւ շատ հետաքրքիր է իմանալ նախ քաղաքական ուժերից ամեն մեկը ինչ չպետք է անեն, որպեսզի իրավապահների թիրախում չհայտնվեն։ Հիմնական արգելքը, ինչպես միշտ, վերաբերում է բնականաբար նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրողներին որևէ ձևով դրամ կամ որևէ առավելություն, գույքային խոստումներ չտալուն, չտրամադրելուն։ Սա հիմնական, այսպես ասենք, արգելքն է, որը գոյություն ունի ու շարունակում է գոյություն ունենալ։ Իհարկե կատարված փոփոխությունների ուժով բավականին երկարացվել էր ժամկետը, այսինքն քարոզչությունից բացի դա վերաբերում էր նաև ընտրությունները նշանակելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվան, այսինքն այդ արգելքը կա, շարունակում է գոյություն ունենալ եւ դրա համար կան բնականաբար հետևանքներ, այսինքն հսկողությունը իրականացվում նախընտրական քարոզչության կանոնների պահպանման նկատմամբ եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կամ զգուշացնել կամ դիմել համապատասխան մարմինների, որպեսզի իրենք կանխեն այդ խախտումները, իսկ եթե համարվի, որ այնպիսի խախտում է, որը կրում է շարունակական բնույթ կամ այդ խախտումը այնքան էական է, որ չի կարող վերացվել եւ ըստ էության էական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ԿՀ-ն կարող է դիմել դատարան, որպեսզի տվյալ կուսակցության կամ դաշինքի գրանցումը ուժը կորցրած ճանաչի եւ դատարանն էլ ըստ էության նման որոշում կայացնելիս նկատի կունենա այն հանգամանքը, որ դա ուղղորդվել է համապատասխան տեխնացուի կուսակցությունների դաշինքի կողմից։ Այսինքն սա հիմնական արգելքն է։ Երկրորդ հիմնական արգելքը, որի ներքո, այսպես ասած, առավելապես ուրեմն ընկնում են իշխանության ներկայացուցիչները, դա վարչական ռեսուրսի օգտագործումն է, որովհետեւ կատարված փոփոխությունների համաձայն հստակ սահմանվել է ինչ է վարչական ռեսուրսը, այսինքն համապատասխան առավելություններն են տրանսպորտային միջոցներ, ֆինանսական ռեսուրսներ եւ այլն, ընդհանուր մինչեւ տարածքներ, որոնք տրամադրվում են, այն ամենը, ինչը տալիս է առավելություն մյուս տեխնացուների նկատմամբ, հստակ արգելքը սահմանված է բժշկական հաստատությունների, ուսումնական հաստատությունների բոլոր այս ուրեմն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որ իրենք քարոզչություն չեն կարող անել, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ եթե ի պաշտոն են հանդես գալիս, ցանկը հսկայական ցանկ կա։ Տիկին Հովհաննիսյան, կոնկրետ օրինակով, հիմա ենթադրեն գործող վարչապետը, արդեն վարչապետի տեխնացու ինքը արձակուրդում է գտնվում եւ ինքը չի կարող քարոզարշավ իրականացնելիս, քարոզչություն իրականացնելիս, երբ որ կոչ ես անում ինչ-որ մեկին կողմ կամ դեմ քվեարկել, հանդես գալի պաշտոնը որպես վարչապետ, նա վարչապետի տեխնացու է տվյալ ուժի եւ ինքը չի կարող որպես պայմաններում է այո, հավասար պայմաններում են բոլորի հետ, երբ ինքը ի պաշտոնը չի հանդես գալիս, նորից եմ կրկնում, որովհետեւ կա հատուկ նաեւ այս մասով կարգավորում ընտրական օրենսգրքում, որ եթե իր պաշտոնական պարտականությունները որևէ հարթության մեջ պետք է կատարի, ապա որևէ կերպ դա չպետք է իր առավելությունը ընդգծի, այսինքն քարոզչական բնույթ, կարճ ասած քարոզչական բնույթ, հենց բառի բուն ստուգաբանական իմաստով չպետք է կրի այդ ամենը, հետեւաբար սա խոսքը վերաբերում է ուսուցիչներին, մանկապարտեզների, չգիտեմ, դաստիարակներին, բոլորին, բժիշկներին, ովքեր հանդես են գալիս իրենց պարտականությունները կատարելիս, այդ մարդիկ իրավունք չունեն իրականացնելու այդ ժամանակ քարոզչություն եւ կա մարդկանց ու պաշտոնյաների խումբ, որոնք առհասարակ քարոզչություն չպիտի իրականացնեն, հանրապետության նախագահ, չգիտեմ, ուրեմն դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այլն, միջազգային դիտորդ կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, դիտորդական առաքելություններ, այսինքն այս բոլորին առհասարակ է արգելված իրականացնել քարոզչություն։ Հիմա կներեք, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը հիմա օրինակ Սյունիքում է եւ Սյունիքում ենթադրենք համայնքների ղեկավարները եկել են, մանկապարտեզների տնօրեններին բերել են այնտեղ, դա դիտարկվում է վարչական ռեսուրսի կիրառում։ Այո, եթե նայեք նախընտրական քարոզչության, նրանք կարող են, այստեղ խնդիրը հետեւյալն է, նրանք արդյոք պարտականություններն են իրենց կատարում, օրինակ թողել են իրենց պարտականությունների կատարումը, դուրս են եկել այդտեղ, թե օրինակ արձակուրդի մեջ են գտնվում պայմանականորեն կամ չգիտեմ, այդ օրը իրենց համար ոչ աշխատանքային օր է եւ իրենք եկել են ուղղակի մասնակցելու իրենց նախընտրած, այսինքն դիրքորոշում են հայտնում, ուղղակի քաղաքացիական կամ այսպես ասենք քաղաքական դիրքորոշում են հայտնում, բայց եթե իրենք եկել են այդտեղի պաշտոններ են եկել այդտեղ, հետո հələ մի հատ ինչ որ մեկը հարց տվեց եւ ասում են այո մենք սատարում ենք, դա արդեն ըստ էության դառնում է այո քարոզչություն, որը արգելված է։ Չի թույլատրվում այդ կարգավիճակում
քարոզչություն իրականացնել։ Եթե օրինակ, չգիտեմ, շաբաթ կիրակի ինչ որ մանկապարտեզի դաստիարակ եկավ եւ ասեց այո, ես ուզում եմ քվեարկել, շատ հրաշալի է, նա այդ կարգավիճակում հանդես չի գալիս, քաղաքացի է։ Ձեւ որ հստակ գրվում է համայնքի ղեկավարը այսինչ, այնինչ եւ այլն։ Այսինքն այդ մարդիկ նաեւ, որքանով ես տեղյակ եմ, համատարած արձակուրդներ են գրել եւ արձակուրդի մեջ են գտնվում, որպեսզի իրենք չհամարվեն ըստ էության իրենց պաշտոնական պարտականությունները կատարելու փուլում գտնվող։ Սա էական է։ Մյուս հատվածը, որին ուզում եմ անդրադառնալ, այստեղ քարոզչության ժամանակ հավասար պայմանների ապահովման պարտականությունն է բնականաբար հանրային, ուրեմն ֆինանսավորում ունեցող տեսալսողական կազմակերպությունների, իհարկե խտրական եւ գնահատականներից զերծ քարոզչություն ապահովելու պարտականությունը վերաբերում է նաեւ մուլտիպլեքսում սլոտ ունեցող ցանկացած կազմակերպության, այդ թվում մասնավորներին բնականաբար, բայց նորամուծությունը, որը 2021 թվականի փոփոխություններով եւ կատարվել է 24-ով շտկվել, վերաբերում է նաև համացանցում գովազդին, որտեղ domain hosting ունեցող զանգվածային լրատվության միջոցների վրա, այսինքն պայմանական, չգիտեմ, XAM, հա, կազմակերպությունների վրա դրված է պարտականություն ապահովելու ոչ խտրական ու կողմնակալ, ոչ կողմնակալ պայմաններ եւ դա նշանակում է, որ իրենք պետք է կնքեն պայմանագրեր, գրավոր պայմանագրեր, նախընտրական հիմնադրամից ֆինանսավորվող պայմանագրեր, տվյալ կուսակցության ներկայացուցիչի կամ տեխնացուի ներկայացուցիչի հետ եւ այդ ամբողջը ներառվում է տվյալ կազմակերպությունների հետ պայմանագրերը ներառվում են ըստ էության արտացոլվում են նախընտրական հիմնադրամում, ինչն է կարեւոր, որպեսզի զանգվածային լրատվության միջոցը ուշադրություն դարձնի, որ հանկարծ այնպես չլինի, ինչ որ մեկին տա պայմանական 100 դրամով, մյուսին 5000 դրամով, սա շատ կարեւոր է, որովհետեւ այդ նախընտրական քարոզչության փաստացի արգելքը կամ արգելքը չասենք կարգավորիչ նորմա ասենք, սկսել է տարածվել նաև համացանցային ուրեմն լրատվամիջոցները պետք է գովազդի համար հավասար պայմաններ գնային առումով ապահովում բոլորին։ Եթե գրված է օրենքում ոչ խտրական եւ ոչ կողմնակալ, դա վերաբերում է բոլոր պայմաններին, այո, այսինքն չես կարող ասել, չէ, քեզ չեմ տալիս կամ չգիտեմ, այս գնով եմ տալիս, այսինքն բնականաբար առևտրային ուրեմն մասնավոր կազմակերպությունների համար ազատությունը ավելի մեծ է, քան հանրայինի համար առհասարակ, բայց այո, այս փոփոխությունը կատարված է եւ սա պետք է նկատի ունենան զանգվածային լրատվության միջոցները։ Մի փոփոխություն էլ հետաքրքիր կա, շատ ընդունված է այս ժամանակահատվածում նախընտրական քարոզչության տարբեր լրագրողական հարցումներ, բացի սոցիոլոգիական հարցումներից նաեւ լրագրողական հարցումներ հրապարակելը եւ լրագրողական հարցումների մասով էլ պարտադրանք կա, օրենքում կարգավորիչ նորմ կա, որ ԶԼՄ-ն, որը լրագրողական հարցում է դնում, անպայման պիտի ասի որտեղ է կատարել, որ շրջանում է կատարել, ինչ ընտրանքով է կատարել, այսինքն մանրամասն քանի հարցվողների քանակ եւ այլն, այսինքն կան տվյալներ, որոնց ինքը պետք է բավարարի ու այդ հարցումը հենց նենց ուղղակի այսպես տեսանյութի պես բարև ձեզ մի հատ կասեք ում եք դուք ընտրելու, դա հրաշալի է, բայց քարոզչական բուն ժամանակահատվածում ուրեմն այդ տվյալները պետք է լինեն, որ կատարվել է այսինչ օրինակ վարչական շրջանում պայմանական եմ ասում, կատարվել է 200 կամ չգիտեմ 100 քաղաքացիների մեջ ընտրանքը սա է եղել, կանայք, տղամարդիկ եւ այլն, այսինքն այն ինֆորմացիաները, որոնք բնորոշ են նաեւ սոցիոլոգիական հարցումներին, լրագրողական պրոֆեսիոնալ հարցումները պետք է բավարարեն այս կանոններին նախընտրական քարոզչության ժամանակահատվածում։ Ըստ էության հիմնական հատվածը այս մասն է։ Եվ եթերաժամանակի հետ կապված, այստեղ մասնավորներին մասնավորապես, այստեղ կա որոշակի չափորոշիչ, ինչքան պետք է տան, թե հավասարաչափ օրվա ընթացքում։ Իրենք պետք է, որովհետեւ ընդհանուր կանոնը զանգվածային լրատվության միջոցներում եւ տեսալսողական մեդիայի մասով ըստ էության ասվում է, որ թե անվճարի եւ թե վճարովի եթերաժամանակը, դե բնականաբար մասնավորի դեպքում վճարովի եթերաժամանակը ըստ էության նորից պետք է լինի ոչ խտրական ու ոչ կողմնակալ, իրենք էլ պիտի հրապարակած արդեն պետք է հրապարակած լինեն ըստ էության իրենց 1 րոպեի եթերաժամանակը, այնտեղ հատուկ սահմանափակում կա, որ վերջին 6 ամսվա ընթացքում ինչին չպետք է հակասի, ինչ գումարի որ մասը պիտի լինի, այսինքն օրենքը ընդհանուր դրույթ ունի, ասում է այս հոդվածի 3-րդ մասով նախատեսված կանոնները վերաբերում են նաև հանրային առհասարակ մուլտիպլեքսի սլոտ ունեցող, լիցենզիա ունեցող բոլոր կազմակերպություններին, մասնավոր թե հանրային արդեն կապ չունի, իսկ այդ հոդվածը, որի վրա հղում են անում ու այդ համապատասխան կետը վերաբերում է ոչ խտրական ու ոչ կողմնակալ ապահովելուն։ Էլի այս մասին պետք է ուշադրություն դարձնել, որովհետև գիտեք ինչն է, ընդհանուր միշտ եղել են այս կանոնները, այն չի որ տենց մի հիմա հատուկ, չգիտեմ, մայրցամաք ենք բացահայտում, բայց կատարվել են փոփոխություններ, փոքրիկ այսպես ճշգրտումներ
խմիչքներ եւ այլն, որոնք նույնիսկ այսպես ասելու չի, այլ պետք է վերցնեն թուղթուգրիչը ու հերթով նայեն, որպեսզի չհայտնվեն ուրեմն խախտում իրենք չարձանագրեն, էլի, այդպես։ Քանի որ այս շրջանում նաև մենք տեսնում ենք իշխանության կողմից գաղտնալսումների հրապարակում, սրանք ինչ որ ձևով այս նախընտրակ քարոզարշավի շրջանում կարող են դիտարկվել որպես իշխանական լծակ, այսինքն իշխանությունը փաստորեն ինչ որ ուժի դեմ հստակ քայլ է իրականացնում, սա ինչպես կարելի է համարել, խախտում է, խախտում չի։ Եթե ֆորմալ տեսանկյունից ենք նայում, դա իրավապահ համակարգի, որոնք առհասարակ ոչ նախընտրական քարոզչություն անելու իրավունք ունեն եւ ոչ արձակուրդ կամ արձակուրդ գնալու, չգնալու այսպես խնդիրներ չկա, իրենք եթե զուտ իրավական տեսանկյունից իրենք իրականացնում են իրենց սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունները եւ այդ ամբողջը բնականաբար եթե զուտ իշխանական տեսանկյունից այսպես նայեն կամ մեկնաբանության կամ քաղաքական դրանք ուրեմն մեկնաբանության տեսանկյունից կարող ենք տալ այսինքն տարբեր գնահատականներ, բայց դա իրավական դրան շապիկ հագցնելու ասել այս սա հակակարողություն է կամ հակառակը ոչ, իրենք իրենց պարտականություններն են իրականացնում կամ գոնե պիտի իրականացնեն եւ սա ուրիշ տեսանկյունից է իմ կարծիքով հետաքրքրական, որովհետեւ ուշադրություն եթե դարձրեցիք, ես ձեզ ասացի, որ արգելվում է խոստանալը, տալը եւ այլն եւ այդտեղ այդ դրույթն է շատ կարևոր եւ քրեական օրենսգրքում էլ կատարված փոփոխություն կա 2021-ին համապատասխանաբար, որ եթե ասում է, եթե դրանք կրում են շարունակական բնույթ եւ կարող են ունենալ էական ազդեցություն կամ եթե խախտումները հնարավոր չի վերացնել եւ կարող են ունենալ էական ազդեցություն։ Ֆիքսեք երկու ուղղությունը՝ շարունակական բնույթ եւ էական ազդեցություն, հնարավոր չէ վերացնել եւ էական ազդեցություն։ Այս դեպքերում գնում է կուսակցության կամ տեխնացուի կամ դաշինքի ու գրանցում ուժը կորցրած ճանաչելու հարց, որը ԿՀ-ն պիտի դիմի։ Սա այս մասով է շատ էական, բացի նրանից, որ քրեական օրենսգրքով կա բնականաբար ընտրակաշարքին վերաբերող հոդվածներ, կարգավորումներ, որոնք գործելու են։ Եվ ամենաէական հարցերից մեկը նաև Նիկոլ Փաշինյանի իշխողուժի, որ որտեղ է սահմանը, այսինքն մենք որտեղ ենթադրենք հանդիպում եք քաղաքացու հետ, որտեղ մենք զգանք, որ ինքը արդեն խոստում տվեց կամ դա խոստում չի, պարզապես խնդիրների լուծման մասին է խոսում։ Այդ սահմանը ինչպես հասկանալ։ Նայեք, այդ սահմանը շատ կարևոր է, նախ այդ ամենաառաջինը հենց ինքը պիտի հասկանա, այսինքն գործող իշխանության ցանկացած ներկայացուցիչ, որը գտնվում է արձակուրդում, բայց ներառված է նաև ցուցակում եւ այս պահին էլ այսօրվանից քարոզչությունը իրականացնում, շատ բարդ է լինելու իրենց համար տարանջատել եւ իրականում այստեղ բնականաբար արդեն այստեղ իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի եւ նաև ցանկության խնդիրը պիտի լինի, որովհետեւ եթե գալիս են ասում են օրինակ պայմանականորեն պարոն նախարար, տիկին նախարար, պարոն վարչապետ, չգիտեմ, այս ինչ հարց է, այս ինչ տեղը ասել եք չեն լուծել, ասում են դե լավ, հիմա ես կզգուշացնեմ, չգիտեմ ինչ, սա արդեն միանշանակ ըստ էության պաշտոնական լիազորությանը բնութագրվող ուրեմն դրսևորում է, բայց որը այդ պահին այդտեղ տեխնացուի կողմից հնչեցնելը խնդրեմ է առաջացնելու, որովհետև դա կարող է դիտարկվել խոստում ըստ էության, որովհետև տեխնացուն, որը նաև գործող վարչապետն է, անկախ նրանից արձակուրդում է թե ոչ, ինքը խոստում տվեց։ Հետևաբար շատ զգուշ պետք է լինեն խոսքի մեջ, օրինակ այդ դեպքերում պետք է ասեն, երբ որ օրինակ արձակուրդը կավարտվի, հա, ես կվերադառնամ պաշտոնական պարտականությունների կատարմանը, դիցուկ կանդրադառնամ այդ հարցին։ Հիմա ես այստեղ որպես տեխնացու եմ եւ այսինչ շարունակությունը ըստ տեքստի։ Շատ եւ իրենց համար եւ բնականաբար քաղաքացիների համար իրենք չեն մոտենում տեխնացու, իրենք մոտենում են վարչապետի, նախարարի, միշտ է այդպես, բարդ է, բայց կախված է ամեն ինչ իրենց արձագանքից։ Եթե նորմալ արձագանքեցին որպես տեխնացու ուրիշ բան, բայց եթե հանդես եկան ի պաշտոնե եւ խոստում տվեցին, բոլոր սահմանափակումները իրենց վրա եւս հավասարապես տարածվում են։